18 թվականից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սուբյեկտից վերածվել է օբյեկտի։ Եվ հետևանքներ 20 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմը եւ 44 օր հետո Հայաստանի Հանրապետության ղեկավարը որոշեց, որ պետք է եռակողմ հուշագիր լինի 9 կետից բաղկացած եւ այսօր փաստում է փաստ, որ 23 թվականի սեպտեմբերի դեպքերից հետո Արցախը առհասարակ հայաթափվեց եւ դադարեց հայկական լինելուց։ Սրանից պարզ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սուբյեկտից վերածվեց օբյեկտի, այդ բնորոշում չեմ կարող տալ։ 2025 թվականի օգոստոսի 8-ից պրոցեսները սկսվեց տարածաշրջանային մակարդակով, վստահեցնում եմ ձեզ, եթե դուք նկատի ունեք, որ Թրամփի ուշքու միտքը գնում է նրա համար, որ ադրբեջանցիները Սյունիքով մի քանի կիլոգրամ բանջարաբոստանային կուլտուրաներ պետք է տանեն Նախիջևան, վաճառեն, առևտուր անեն կամ գյուղերում առևտուր անեն, դուք չարաչար սխալում եք, սա աշխարհակաղակական մեծ պրոյեկտի մասն է, ցավոք սրտի Հայաստանը կամա թե ակամա հայտնվել այդ կիզակետում եւ սուբյեկտի փոխարեն օբյեկտ է հանդիսանում։ Հենց վտանգը դրա մեջ է։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Ալիևը, Նիկոլը եւ Թրամփը Վաշինգտոնում եռակողմ համաձայնության եկան։ Հարաբերականորեն հուշագիր ստորագրվեց խաղաղության մասին։ Հիմարություն։ Ադրբեջանը ստացավ այն, որ Մինսկի խումբը լուծարվեց 92 թվականին ձևավորված եւ հանվեց այն արգելքը, որ զենք զինամթերք այլևս կարող է Ամերիկան վաճառել Ադրբեջանին։ Սա մի կողմ դնենք, բայց ձեռք բերեց մի կարևոր բան Ադրբեջանը։ Սյունիքի դարպասները բացվեցին ոչ այնքան Ադրբեջանի համար, որքան աշխարհակաղակական խոշոր խաղացողների համար, անգլոսաքսոնական կապիտալի համար, սիոնիստների համար, մասոնների համար, եվրейների համար, ամերիկացիքի համար, անուն ինչպես ուզում եք դրեք, բացվեց մոտակա 100 տարի փակ այդ կողպեքը 18-ից 20 թվական Հայաստանի Հանրապետություն ինքնիշխանություն, այնուհետև խորհրդայնացում, խորհրդային Հայաստանի ձեռք բերեց անկախություն, 35 տարի Արցախյան հակամարտություն, այդ 100 տարի այդ կողպեքը փակ էր։ Կողպեքը բացվեց իրականում 18 թվականին, առաջի գործոնը Արցախի հանձնումը պետք է լիներ, փայլուն իրականացվեց այդ ծրագիրը, երկրորդ գործոնը այս թրիփ նախագիծն է, ինչ է սա իրենից ներկայացնում, որ Հայաստանի Հանրապետությունը վերածվում է մի տարածքի, որտեղ առայժմ հայեր են ապրելու եւ Հայաստանի Հանրապետությունը առավել եւս Սյունիքը իր դարպասները բացեց թուրքական գործոնի եւ աշխարհակաղակական մեգա պրոյեկտների արչեւ։ Դա ո՞րն է։ Եթե մենք պատկերավոր վերցնենք տարածաշրջանային քարտեզը, հա, Կասպից ծով 5 պետություններ՝ Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Պարսկաստան, Իրանը, Ադրբեջան։ Եվ Կասպից ծովը ինքը հարուստ է էներգետիկ ռեսուրսներով։ Եվ իզուր չէ, որ դեկտեմբերի 8-ից, օգոստոսի 8-ից այս կողմ Ամերիկան մեկնեցին նախկին 5 խորհրդային երկրների ղեկավարները, Կենտրոնական Ասիայի ղեկավարները, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Կիրգիզստանի եւ Տաջիկստանի։ Եվ այնտեղ բազմաթիվ պայմանագրեր են կնքվել։ Էներգետիկ ռեսուրսների հետ կապված, հազվագույն մետաղների, հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված եւ այլն։ Եվ եթե մենք ավելի մեծ ենք նայում աշխարհակաղակական քարտեզը, վերևում Ռուսաստանն է, Չինաստանն է, Պակիստան, Աֆղանստան, Իրան, ծով երկ չունեն այս 5 պետությունները, միակ միջանցքը դա Ադրբեջանով բացվում է դեպի Կասպից ծով եւ ներխուժում են մերձաբանը, Կենտրոնական Ասիա։ Ինչու վրացական գործոնին առաջնահերթություն չտրվեց, առանց այն էլ կար նավթամուղ, գազամուղ երկաթգիծ, որովհետեւ Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանակից երկիր է։ Այդ անխոչնդոտ բառը այնտեղ արդիական չէր լինելու, որտեվ այնտեղ չէր կարող խոչնդոտներ չլիներ։
Եվ ինչու է նախապատվությունը տրվել հայկական տարածքների, հա, օգտագործման արդյունքում, որովհետև Հայաստանը Իրանի հետ սահմանակից է, իսկ Իրանի հետ կապված աշխարհաքաղաքական հարցեր կան, հունվարյան, հա, խզդժությունները Իրանում, փառք Աստծո, որ Իրանի իշխանությունները անսասան մնացին, բայց վստահ եմ, որ դեռ հարձակումներ նորից լինելու են։ Հայաստանը Իրանի հետ սահմանակից է, Վրաստանի հետ սահմանակից է, Ռուսաստանի հետ սահմանակից չէ եւ չունի ելք դեպի ծով։ Ամենահարմար տարբերակը այս փոքրիկ տարածք ունեցող պետությունը տրոհել, հա, մեծ պրոյեկտների համար եւ դուք պատկերացնում եք Սյունիքով կառուցվելու են երկաթգիծ, նավթամուղ, գազամուղ, էլեկտրաէներգիայի մալուխներ եւ այլ ենթակառուցվածքներ եւ այստեղ մի քանի վտանգներ կա։ Եթե մենք խոսում ենք ինքնիշխանությունից, ես չեմ ուզում անդրադառնալ այդ դոկումենտին, փաստաթղթին, ես կարդացել եմ, ռեֆերատա, ես ավելի պատկերավոր ասեմ այդ թղթի իրական մութ տողատակերը, որը չի արտահայտվում ամենայն դեպս առաջին հայացքից, բայց տեսեք, ես հենց այնպես պետությունների անուններ չնշեցի։ 26% հայկական կողմին է, 74% ամերիկյան կողմին է։ Հիմա տեսեք, բայց այդտեղ սահմանափակում չկա կամ ամենայն դեպս Հայաստանի Հանրապետության կողմից արգելանք չկա պետական մակարդակով, որ չպետք է վաճառվեն կամ այդ թրիփի զարգացման ինչ-որ կազմակերպություն պետք է ձևավորվի կոնսերցիոն, 26% հայկական կողմին, 74% ամերիկյան կողմին։ Դա արդեն իսկ խնդիր է։ Եթե քո ինքնիշխան տարածքը դու բացում ես մեգա պրոյեկտների համար, ներողություն 26% ինչու ես քո ձեռքին վերցնում։ Մեկ, երկրորդը չկա այնտեղ հստակ արգելք, որ չեն կարող կողմերը վերավաճառել, վերաթողարկել բաժնետոմսեր կամ այդ կազմակերպության իրավակազմակերպչական ձևը փոփոխել սահմանադրությամբ, խորհրդարանով, գործադիրով, խորհրդարանով եւ սահմանադրությամբ այդ արգելքը դրված չի, բաց է։ Այսինքն այդ 74%, ինչու՞ չէ նաեւ մեր 26%-ը, եթե լինի նման բան, 26%-ը կարող է ազատ վաճառքի հանվել եւ միանշանակով է ձեռք բերելու թուրքական գործոնը եւ այդ կառուցում, այդ մեգա պրոյեկտները, դուք ուզում եք ասեք Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ֆինանսապես, ասենք տնտեսապես, հա, շին կազմակերպություններ իզորու են նման պրոյեկտներ իրականացնել, ոչ, այդ պրոյեկտները կառուցվելու են եւ այնտեղ արգելք չկա, թե ովքեր են կառուցելու, նախապատվությունը տալու է ամերիկյան կողմը, թե ինչպիսի կազմակերպություններ են ներգրավվելու եւ կառուցվելու։ Նոր ընթերցեցի, այո։ Նշված է պայմանագրի մեջ, ներողություն եմ խնդրում, որ դուք ընթերցել եք, բայց պայմանագրի մեջ են նշված։ Չէ, ընթերցեցի, որ նրանք արդեն ադրբեջանցի, չի բացառում նաև թուրքական պետական կազմակերպություններին են դիմել։ Հիմա տեսեք, Հայաստանի Հանրապետությունը տվել է բացառիկ իրավունքը այդ նորաստեղծ կազմակերպության, որ պետք է ստեղծվի, այդ թրիփ կոնցեռնը, հա, որ պետք է ստեղծվի, տված է բացարձակ իրավունքը, որ ներգրավեն այլ խաղացողների, այլ ներդրողների, այլ կազմակերպությունների այդ ենթակառուցվածքները մեգա պրոյեկտները կառուցելու համար հայկական գործոնը այնտեղ 0 է, նշանակում է ինքնիշխանություն, այն որ մի քանի տեղ, հա, կարդում եք, դա հիմարություն է, ինքնիշխանության մասին խոսք չկա, 18 թվականից Հայաստանի Հանրապետությունը իր ինքնիշխանությունը կորցրել է, սուբյեկտից վերածվել է օբյեկտի։ Դա պետք է ռեալ գնահատենք դա։ Հակառակ դեպքում այսօրվա ողբերգալի վիճակում չենք հայտնվի եւ մեր երկրի ղեկավարներ հարևան թշնամի երկրի ղեկավարից ներողություն, շնորհակալություն, խոնարհում չէին ցուցաբերի։ Ասենք դուք ո՞նց եք պատկերացնում Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը նման պահվածք ունենային Ադրբեջանի ղեկավարի հանդեպ։ Բազմաթիվ բանակցություններ են եղել, թե հոր հանդեպ, թե հա որդու հանդեպ։ Նման տեսարանների մենք ամենայն դեպս ականատես չենք եղել։